Սա ուղղակի ուղերձ է հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջին հերթին, որ ժողովուրդ ջան, եթե ինչ որ մարդիկ եկային, ինչ հանգամանքներից ելնելով լավ, որոշել էին գնան ընտրությունները մտրեին Նիկոլ Փաշինյանին, հիմա որևէ պարագայում, որևէ կոնֆիգուրացիայում իրան չպետք է ընտրել, որովհետև ինքը արդեն մեզ տեղեկացրել է, որ ունենալու է պատերազմ, մենք էլ գիտենք, որ պատերազմը ինքն ալն է մեր ղեկավարը, ինչա մեր հետ տեղի ունենում։ Հետաբար եկեք ախորպես եկեք ես մի անգամ լավ դու մի եղի էլի այդ պատերազմի ժամանակ։ Այս խոսիչը շատ անբարոյական է, որտեղ այսինքն մարդը խոստովանում է, որ ինքը այլ արժանիք չունի եւ ասում է ինձ ընտրեք, որ աղետ չբերեմ, քանի որ մի անգամ արդեն բերել եմ։ Ինձ տվեք համանդրական մեծամասնություն, որ մի հատ չբերեմ այդ աղետից։ Այո։ Բայց ես նորից ամենայն հիմնավորված կերպով պնդում եմ, որ խելամիտ բանակցությունների պարագայում պատրաստ կարա չլինի, եւ կարող ենք պատրաստից խոսապել, որովհետեւ Ալիևը այդքան չկա, որ ինչ որ կարմիր գծեր հատի։ Սա այդ անհրաժեշտ է կարամ փակագծերը հետո բացեմ, բայց հիմա պիտի բացենք։ Բայց այնուամենայնիվ չի նշանակում, որ Հայաստանում չի կարող ձևավորվել այնպիսի մի իշխանություն, որը մեզ կտանի նոր ռազմաքաղաքական աղետի։ Բացեմ փակագծերը։ Ես Հայաստանում տեսնում եմ այնպիսի ուժեր դեմության մեջ, որոնք Նիկոլ Փաշինյանից ավելի Նիկոլ Փաշինյան են։ Մտածողությամբ։ Եվ հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանը պայքարում է 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանիզմի դեմ։ Նիկոլիզմի դեմ, որտեղ կան մարդիկ, որոնք իսկապես կարող են գալ իշխանության եւ բանակցությունները սկսել Նիկոլ Փաշինյանի պես զրոյական կետից։ Այո։ Եվ Հայաստանի տանող ռազմաքաղաքական աղետ։